Անտոնոյան, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի սկզբին էր, դեկտեմբերի 1-ին, եթե չեմ սխալվում, դուք հայտարարությամբ հանդես եկաք, որտեղ նշվում էր նաև, որ տեղեկացանք այդ հայտարարությունից, նոյեմբերի 25-ին դիմել եք ազգային ժողովի նախագահին ծանոթանալու քննիչ հանձնաժողովի այդ գործընթացին, ձեր մասնակցությամբ։ Արձագանքը արդյոք եղել է, թե չի եղել։ Ես կոնկրետ ժամկետը արդեն չեմ նոտաբերում, երբ եմ դիմել, բայց որևիցե արձագանք դեռևս չունեմ պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես դեռևս որևիցե արձագանք չունեմ։ Եվ այդտեղ դուք վերջում նշել եք, որ եթե արձագանք չլինի, այսինքն հետևություններ պետք է անեք թե դուք, թե հանրությունը, հա, արդյոք ինչի համար է այդ քննիչ հանձնաժողովը եւ Իհարկե, բայց երեք քննարկում եղել ազգային ժողովում, ես հասկացա, որ քննարկում, այսպես ասած, չի լինելու ազգային ժողովում, եւ եթե այդ փաստաթուղթը մնում է որպես նյութերի ինչ-որ հավաքածու, որը որ վերլուծությունն է ինչ-որ պաշտոնյաների, եւ դա քաղաքական նշանակություն չունենալու որպես փաստաթուղթ, ես դեռևս համբերատար կսպասեմ պատասխանի, որովհետեւ եթե դա պետք է ներկայացվի ազգային ժողովում պլենար նիստում ու դառնա քաղաքական փաստաթուղթ, ազգային ժողովի վերլուծություն, ոչ թե ազգային ժողովի հանձնաժողովի, այլ ազգային ժողովի գնահատական, առանց մասնակիցների իրավունքի իրացման, այսինքն որ մենք ծանոթանանք այդ փաստաթղթին, մեր այդ փաստաթղթի հիման վրա մեր նկատառումները կամ մեր դիտավորությունները ներկայացնել, լիարժեք չի լինել։ Եթե այդպես են գտել, ես խնդիր չեմ տեսնում։ Նախորդին Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ այնտեղ գաղտնի, հա, հատված կա եւ հասանել է միայն падգամավորներին, բայց հաշվի առնելով, որ դուք մասնակցել եք, հա, այդ հանձնաժողովին երկու օր։ Այդտեղ իրավական հարցեր կան, այդ իրավական հարցերը պետք է լուծում ստանա, բայց ես կրկին ասում եմ, որ ես համբերատար կսպասեմ պատասխանը ազգային ժողովից։ Նաև դատական նիստի հետ կապված որ փուլում է գտնվում գործը եւ արդյոք դուք հայտարարությամբ հանդես գալու եք, ձեր խոսքը լինելու է արդեն, քանի որ նաև նման տեղեկություններ էր շրջանառվում։ Հիմա մենք գտնվում ենք վիճաբանությունների փուլում եւ պաշտպանական կողմը հանդես է գալի ճառերով, այսինքն եւ պաշտպանները եւ հունվաստանյալները, ով ցանկություն ունի։ Ես ցանկություն ունեմ ելույթով հանդես գալու եւ ժամկետների մասին չեմ կարող ասել, կարող է 1 ամիս հետո, կարող է 2 ամիս հետո չստես։ Հերթականությամբ կիրասնեմ իմ իրավունքը։ Այսինքն կրկին դռնփակ ռեժիմով։ Դռնփակ ռեժիմով է լինելու, այո։ Դատարանը չի փոխվում կարգավիճակը։ Փակ է։ Պարոն Տոնոյան, եւ թեմայից դուրս մի ճշտող հարց։ Թեմայից դուրս չխոսում։ Շատ կարճ ուղղակի հետաքրքրում է հանրությանն էլ, հա, հաշվի առնելով, որ նախընտրական տարի է 26 թվականի հունիսին ընտրություններ են ազգային ժողովի, արդյոք հնարավոր է դուք վերադառնաք քաղաքականություն, որևէ ուժի հետ համագործակցեք։ Ոչ։ Ես պետք է այս հարցը լուծեմ դատարանի, որովհետև այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ես հիմա ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական process-ների մոտ, ես գտնվում եմ ճիշտ